Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, մենք ներկայացնում ենք օրվա ամենակննարկվող թեմաները։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո ուշագրավ հայտարարություն է արել, պատասխանելով Ազատության հարցին, ասել է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Նաեւ անդրադարձել է այլ հարցերի։ Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրեմը Հայաստանինն է, բայց այդ խնդրեմը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրեմն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեր վերջնաժամկետ տվել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև։ Սա ինչպես է մեկնաբանում։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Ռուսական գազին արդյոք այլընտրանք է դառնալու իրանական հարցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն է պատասխանել։ Նրա խոսքով գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը կարող է ընդլայնվել։ Հնարավոր է ռուսական գազին փոխարինող եք փնտրում իրանական գազը, այս մտահոգություններու են եւ այլն, դրա համար եք այլընտրանքային ուղիներ փնտրում։ Այդ դեպքում ինչու հիմա առաջացավ այդ մտահոգությունը կամ այդ կարիքը գազի։ Մտահոգություն չկա։ Կա աշխատանքային process, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ առանց դադարի, տարին 12 ամիս գրաֆիկով այս գործառույթը իրականացել ենք։ Այնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է եւ հիմա էլ արձանագրել ենք, որ էլի կա հնարավորություն ծրագրի շրջանակային ընդլայնել, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր այս հարցը քննարկել։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է ԵԿՄ-ի հնարավոր լուծարման մասին լրագրողի հարցին, նա նշել է, թե ինքնանձամբ նման տեղեկություններ չունի։ Փոխվում է, վերաձևվում է, ինչ-որ բան կատարվում է ԵԿՄ-ի։ Առայժմ ես բան չգիտեմ, թե բան գիտես ինձ հուշի։ Դե տեղյակ չեմ բայել որևէ փոփոխության հնարավորություն։ Դուք ինչ կա լրագրողներ, ենթադրում գրում են, ժողովուրդը գրում են։ Այսինքն որ դուք տեղափոխվեք, ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ ԵԿՄ-ի Երկիր շոր կգա։ ԵԿՄ-ի մասով ենք հասնում։ Ուր տեղափոխվել։ Բայց մեզ որ ինչ է գործում։ Տեղեկությունները Երկրապան իմ կյանքն է։ Իմ օբրացի։ Չի լուծարվելու, հա։ Ես որպես պատգամավոր հասկանում եմ հասարակական կառույցը ոչ մի կապ չունի պետական գործի հետ։ Ես հարցնում եմ վստահ եք, որ չի լուծարվելու։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, վստահ եմ, ես միշտ էլ վստահ եմ եղել։ Բայց կյանքը ժամանակա, տարիները փոխվում է, եթե պրոֆեսիոնալ բանակ ունեք, կարող ես մի քանի տարի հետո լինի։ Բայց բացի դրանից մենք ունենք կներեք էլի, մենք ունենք պատանի երկրապահ կառույց, որ տարեկան 1500-ից 2000 երեխային մասնակցում են, բոլոր մարզերում ունենք պատանի երկրապահներ, դրանով էլ ենք զբաղվում, որ ինչ-որ հիմքա հետագա բանակում նորմալ ծառայության։ Արսեն Թորոսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկրտուքին։ Ասել է, որ հարցին պետք է նայել երկու տեսանկյունից՝ իրավական եւ կուսակցական։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը գործընկերոջ Հայկ Կոնջորյանի մեղքն այստեղ փնտրելու անհրաժեշտություն չի տեսնում։ Հայկ Կոնջորյանն է, մեկ ուրիշն է, հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ-որ մեկը հանցանքագործ է կամ իր նկատմամբ են հանցագործը, պետք է լինի պատիժ եւ Կոնջորյանի մեղավորությունը ստեղ փնտրելը ես կարծում եմ, որ պարզապես էթիկայի կանոնագիրքը նաեւ հարազատների համար է սահմանում վարքականոնի ինչ-որ բան։ Այսինքն ոնց հարազատ։ Հիմա եթե իմ հարազատը գնա ինչ-որ մեկի մտեղ սխալ բանանի, մեջ հայտնվի, եթե կլինի կուսակցականի հանդեպ, կուսակցականը ինչ-որ բան
համագործակցական է եւ Ժորժ ջան, տարբեր հարցեր եք տալի։ Հարցը Կոնջորյան Հայկի մասին էր, ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ։ Ավետի մասին արդեն ասեցի, կլինեն համապատասխան process-ներ, եթե արդյունքը կլինի, ձեզ կտեղեկացնեմ դրա մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որոշել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը նախատեսվում է վստահել Նազելի Բաղդասարյանին, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը Սիսա Գաբրելյանին։ Առողջապահության ոլորտը խորհրդարանում կարող է համակարգել Լուսինե Բադալյանը, իսկ արտաքին քաղաքական ուղղությունները եվրոպական ինտեգրման եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովները Սոնա Ղազարյանն ու Սարգիս Խանդանյանը։ Թեկնածուների վերջնական ընտրությունը տեղի կունենա ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարը կլինի Լիլիթ Մակունցը։ Համաշխարհային մարզիկները շարունակում են հանդես գալ ուղերձներով ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Pretorium Fight Team բռնցքամարտի եւ Muay Thai ակումբի նախագահ ավակ մարզիչ Ժիվկո Իվանովը գրել է. «Կամ պահեր, երբ լռությունը լուծում չէ եւ կամ պահեր, երբ պարտավոր ես հայտնել դիրքորոշումդ»։ Տարիներ ի վեր Ծառուկյան անունը կապված է եղել սպորտի, բարեգործության, սոցիալական ծրագրերի հետ։ Ինձ համար նա նաեւ մեծ հայրենասեր է։ Այսօր ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի կողքին, որովհետև համոզված եմ նրա գործերն արժանի են հարգանքի եւ արդար վերաբերմունքի։ Ես իմ աղոթքներն եմ հղում Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի եւ ողջ հայ ժողովրդի համար, գրել է մարզիկը Բուլղարիայից իր խորին հարգանքը հայտնելով աշխարհի բոլոր հայերին։ Թող Աստված օրհնի Հայաստանը, Արցախի ոգին երբեք չմարի հայ ժողովրդի սրտերում։ Հաղթանակի արդարությունը, խաղաղությունը եւ մարդկային արժանապատվությունը, եզրափակել է գրառումը մարզիկը։ Աստղային գներ են, միայն լոլիկն է այս տարի էժան։ Շուկաներում գնումներ անող քաղաքացիները դժգոհում են կտրուկ գներից։ Ասում են լոլիկի առատությունն ու ցածր գինը միակ մխիթարությունն է իրանց համար։ Նյուզեմն է զրուցել սպառողների հետ։ Բարձր է, իհարկե բարձրացել է, լավ բարձրացել է, արդեն 10,000 դրամը ոչ մի բան, երկրորդ 10,000-ն ենք մանրել։ Լոլիկ օրինակ ինչքանով եք գնել։ 200 դրամ։ Վատը չի, լավ է, այսօրվա թանկացումների հետ կապված ամեն ինչ լավն է, շուկայից ավելի ճիշտ է առևտուր անել է, բաներ կա, որ սուպերմարկետից ենք վերցնում։ Չէ, բարձրացել է գները։ Տես այսօրվա դրությամբ գիլասը բարձրացել է գինը։ Օրինակ սև գիլասը հիմա կիլոն 1300 է, կա որ 1800 է, կա որ 2000 է, բարձրացել է գինը։ Այս տարի լոլիկը շատ էժան է։ Դե թանկա, բա ինչ է։ Բայց դե ինչ անենք էտա։ Թանկա ո՞րն է։ Աստղային գները։ Սալորը 350-400 դրամ է, որ միշտ ամեն տարի առել են 200-250 դրամ։ Գները ամենատատ անցած տարվան է թանկ է, բայց այս տարի ասում են թմա դու չի ընտանում բան սուտ է։ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են, ոստիկանները ստուգայցեր են կատարել բակերում, հանրային այլ վայրերում, իրականացված ծավալուն միջոցառումների արդյունքում կրկին հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Միջոցառումները շարունակվում են։ Ողբերգական դեպք Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կրկին թիրախում է Վայլդբերիսը, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների Ռազանում ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Վայլդբերիսի պահեստին եւ տեղի նավթամշակման գործարանին։ Թուրքիան կրկին պայքարում է աղետալի հրդեհների դեմ, անտառային հրդեհները մոլեգնում են զբոսաշրջային գլխավոր կենտրոններում, մասնավորապես Մուղլա եւ Անտալիա նահանգներում։ Կրակը արագ տարածվում է ուժեղ քամու պատճառով։ Տեղում աշխատում են հրշեջ ավիացիան եւ փրկարարները։ Իտալացի Ֆրանկո Մալոցոն տասնամյակներ շարունակ զբոսաշրջիկներից 40-ական եվրո է գանձել իր իսկ կառուցած կեղծ անտիկ ամֆիթատրոնը ցուցադրելու համար։ Հնության սիրահարներին խաբելու եւ արհեստական արտաֆակտներով հարստանալու համար իտալացի ճարտարապետը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման։ Հնդկական օվկիանոսում նկարահանվել են կադրեր, թե ինչպես է դելֆինը 6 օր շարունակ իր մեջքին տեղափոխել անկած ձագին, մյուս դելֆինները ուղեկցել են նրան։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։